Մեր այսօրվան հյուրխոսողը Արայեղբայր Դեր Հարությունյան, ինք Բարսկաստանեն է և դերոչը նվիրված զավագմն է, ինք թե իր անձնական գործերով գսպաղվի, նույնադեն դերոչը գործովալ, երբ իրեն պետք է ըլլա անպայման գուքա և դերոչը խոսքը գմադագարար է, ժամանակը Աստծո խոսքին է։ Փարիլույս սիրելիներ, ամեն անգամ փարիլույսը, որ գլսեմ, ես Հիսուս կհիշեմ։ Շաբաթօրյայի մեջ պաշտոնավարում եմ եւ ուրեմն աշակերտներ ամեն շաբաթ արդու կփարշանան եւ մենք մեծ փարիլույսով կսկսենք։ Փարիլույս ասելով Հիսուս կհիշեմ ես։ Ես եմ փարի հովիվը, ես եմ աշխարհի լույսը։ Թերևս միակ ժողովուրդն ենք հայերս, որ փարիլույսով Հիսուսի անունով կսկսենք մեր օրը։ Մյուս ազգերը փարի օր գսեն, սաբահալ խեր գսեն, իգյունլար գսեն, չեմ կտեր դոգրուտա գսեն, փարի օրով գսկսեն։ Մենք Հիսուսի անունով գսկսենք։ Ուրեմն փարի լույս Հիսուսի անունով եկեք սկսենք։ Շնորհակալություն եկեղեցիի վարչության եւ պատվելի Արային, որ արիտ տվին այսօր Տիրոջ խոսքը բաժնելու ցեզի հետ։ Ուրախ եմ, որ ցեզի հետ եմ։ Միշտ հոստեղեն գանցնեմ, երբ որ Կանադա եկանք, շատ մոտ այս Չայչեստրի մեջ կապրեինք եւ միշտ այս եկեղեցին, առաջին թերևս եկեղեցին է, որ նկատեցի Թորոնտոյի մեջ հայկական հայերեն տարերը տեսնելով։ Աստված օրհնի այս եկեղեցին, Աստված օրհնի պատվելին, որ ճամփորդ է, աղոթենք պատվելի համար, բոլոր հոգեվոր հայրերի համար։ Ես հոգեվոր կրթություն չունիմ, աստվածաբանություն չեմ սորված, բայց Աստված կանչեր է, Աստված ինչպես որ ամեն մեկից պարտականություն մտված է, ամեն մեկը ունենք եւ այսօր անոր պիտի անդրադառնանք, թե Աստված ամեն մեկից ինչպես կանչեր է, անգախ շնորհներ է, Աստված ամեն մեկից կոչում տված է եւ Աստված ամեն մեկից նոր բնություն տված է։ Մենք այլևս մարդկային բնությունն զատ ունենք նաեւ աստվածային բնույթ եւ կոչում։ Պիտի խոսենք, թե ինչ է բնույթը, ինչ է գոչումը, ինչ է հանձնարարությունը, պիտի խոսենք լույսի մասին, աղի մասին եւ անշուշտ պիտի խոսենք այն կարևոր կոչումի մասին, որ Աստված մեզի տված է, Աստծո Քրիստոսի տեսփանները ըլլալու։ Եկեք սկսենք ուրեմն մեր այսօրվա խորհրդածությունը։ Մարդը միշտ կփնտրի իմաստություն։ Միշտ կուզե հասնել, որ ինչի համար ծնած է, ինչի համար այս աշխարհ եկանք։ Ինչու եկանք այս աշխարհ, այսինքն այս տարաբանքներում մեջ պիտի անցնենք, դժվարություններում մեջ պիտի անցնենք, երջանի գորեր պիտի ունենանք, բայց ինչ իմաստ ունի կյանքը։ Այսինքն մենք ծնված օրեն կապրենք, աշխատենք, բաներ կշինենք, տուն կշինենք, աշխատանք կշինենք, դրամ կշինենք, հետո վերջ, կերտանք եւ այս ամենը վերջացավ, արդյոք ադե կյանքի իմաստը։ Միշտ այս հարցերի մասին կխոսվի, մանավանդ աշխարհիկ ժողովրդի մեջ, աշխարհիկ մարդկանց մեջ շատ կխոսվի, փիլիսոփաներում մեջ միշտ եղած է, որ ինչ է կյանքի իմաստը։ Մեզի մեջ ալ թերևս միջև այն ժամանակ, որ ծանոթացանք Հիսուսին, միջև այն ժամանակ, որ Քրիստոս իրեն հայտնեց մեզի, ինքը ցույց տվավ մեզի, թե ինչ է կյանքի իմաստը, որտեղ ինքն է իմաստը, կյանքի իմաստը, իմաստության աղբյուրը Տերն է, ինքն է Տերը։ Ուրեմն շատ հաճախ խոսվի այդ բանի մասին, մի հատ տեսնենք առաջին Կորինթացիների առաջին գլխի մեջ ինչ կասի այդ մասին։ Բայց անոնց, որ կանչված են թե հրյա եւ թե հույն, Քրիստոսը Աստծո զորությունը եւ Աստծո իմաստությունն է։ Վասնզի Աստծո հիմարը մարդոցմե ավելի իմաստուն եւ Աստծո տկարը մարդոցմե ավելի զորավոր է։ Ասի թող լսեն այն մարդիկ, որ իրենց իմաստունի տեղ գտնեն, գիտնականները, որ կփորձեն Աստծո գոյությունը հերքել, այն փիլիսոփաները, որ ուրիշ ձևերով կփորձեն իմաստներ գտնել։ Արդարև դուք ձեր կոչումը կտեսնեք, եղբայրներ, ոչ թե մարմնի կողմանե շատ իմաստուններ եւ ոչ թե շատ զորավորներ եւ ոչ թե շատ ազնվականներ կանչվեցան, բայց Աստված աշխարհից հիմարները ընտրեց, որպեսզի ամոթով մնե իմաստունները ու աշխարհից տկարները ընտրեց, որպեսզի ամոթով մնե զորավորները։ Տեսակ ինչպես եղավ, Աստված չի նայեր, որ գիտելիքդ ինչքան շատ է, ինչքան իմաստուն ես։ Աստված ինքը նույնիսկ հիմարները կընտրե, այն մարդիկ, որ իրեն կհնազանդին, այն մարդիկ, որ իրենց մեծամտությունը կխոնարեցնեն,
որպեսզի իմաստությունը հասկանան եւ այդ իմաստությունով կարողանան փոխել աշխարհը։ Արդարև դուք ձեր գոչումը կտեսնեք, այսպես ասավ։ Գոչում։ Ինչ է գոչումը։ Արդյոք գոչումը պատասխանատվություն է, հանձնառություն է։ Հանձնառության եւ պատասխանատվության տարբերությունը անշուշտ Աստված կարևոր հանձնառությունը մեզ տվավ։ Գիշեք Մատթեոսի ավետարանի վերջին բաժնում եւ Հիսուս արդեն ուրեմն համբարձվեր, ասա որ բոլոր իր հավատացյալներին ասա որ հանձնառություն տվավ, մեծ հանձնառություն կացեք եւ ամբողջ աշխարհը աշակերտեցեք։ Ասի հանձնառություն է, բայց գոչումը ինչ է։ Հանձնառության եւ գոչումի տարբերությունը հետեւյալն է։ Հանձնառությունը կվերապերի դուրսեն դրված որոշակի ժամանակավոր գործնական առաջադրանքի մը, զոր պիտի կատարենք։ Հանձնառությունը մեծ կդրվի, այս տասը գնա, այս աշակերտին սորվեցուր։ Այս բանը գնա փոխանցե։ Ժամանակավոր բան մնե, բարտականությունն է, պատասխանությունը, որ մեզ կդրվի։ Գոչումը մարդու ներքին գանչն է, յանքի առաքելությունը, կամ դարիներու վաստակով ցերկ բերված պաշտոնական եւ պատվավոր թիրքը, որ կդառնա անհատի ինքնության անբաժան մասը։ Ասենք, եթե ուսուցիչը, եթե մեկում ասեն, մեկում ասեն, կնա այս բանը սորվեցուր թորնիգիտ կամ երեխայի զավագիտ, բարտականությունն է ժամանակավոր գնենք կամ այս մարդուն սորվեցուր ինչպես հաշվապահություն ունեն։ Բայց եթե մեկը ուսուցչության գոչում ունի, արդեն միայն այդ պահին չէ, այդ միայն այդ բաժինը չէ, որ պիտի բանը, ինքը իր էությամբ ուսուցիչ կդառնա, ինքը ամեն տեղ ուսուցիչ է։ Եթե ինձ բանը հանձնեն, որ արդու պիտի կատարեմ, իրգունները գնամ արդու խոսել, որ վատ բան է խմիշ խմելը, օրինակի համար, իրգունները երթամ ինձ համար խմեմ։ Բայց եթե ուսուցիչ եմ իմ ամբողջ էությամբս, իմ ամեն վարգյանս, իմ նիստուգացս օրինագելի պիտի դառնա, իմ նիստուգացը օրինագելի ու գերածս, հակվածս, խոսելուց ցևը, այն մարդիկ, որ կոչում ունին ուսուցչության, ուսուցիչի օրինակ կբերեն, որտեղ բոլորս ուսուցիչներ տեսած են, բոլորս սիրելի ուսուցիչներ ունեցած են։ Իրենք օրինակ են մեզ համար, իրենք կոչումով ուսուցիչ են, ոչ թե միայն դասարանի մեջ։ Մենք դուրս երբ որ կտեսնենք իրենց վարքուցևից, իրենց մոտեցումներից, իրենց հարցերու պատասխանից այդպիսով կսորվենք, ամեն վարքյան իրենք մեզի համար ուսուցիչ էին։ Բայց մենք ուրեմն գոչումը եղավ մարդիկ կան, որ ուսուցչության գոչում ունեն։ Հիմա Աստված մեզի գոչում կտա։ Աստվածաշնչի մեջ տարբեր գոչումներ եւ տարբեր հանձնառություններ կա։ 2-3 կուզեմ։ Եթե հիշեք, գսեք գոչումներեն մեկը քահանայության գոչում ունենք, Աստծո գործերից լալու գոչում ունենք, դաջարը լալու գոչում ունենք, բայց 3 շատ կարևոր գոչումներ կա, որ կուզեմ այսօր այդ բանի մասին խոսել։ Ամենակարևոր գոչումը Քրիստոսի տեսփանը լալն է, բայց միջև տեսփանին հասնելը 2 ուրիշ օրինակով պիտի սկսենք։ Մատթեոսի ավետարանի 5-րդ գլխի մեջ, երբ Լերան քարոզը կսկսի, Քրիստոս կանթադառնա, եթե գիշեք, կսեք որ դուք եք աշխարհի աղը, դուք եք երկրի աղը եւ աշխարհի լույսը։ Նախապես Աստված Հիսուս նաև ուրիշ տեղ գիշեք չէ, ասավ ես եմ աշխարհի լույսը։ Ինչպես եղավ որ ինքը գսե ես եմ աշխարհի լույսը եւ հետո ուրիշ տեղ գսե դուք եք աշխարհի լույսը։ Հիմա պիտի տեսնենք ինչպես այդ բանը կպատահի կամ ինչի համար այդ բանը գսե։ Ուրեմն նախ նայենք աղին։ Աստված գսե դուք եք աշխարհի աղը, դուք եք երկրի աղը։ Երկրի աղը չսեր որ ես ցեզի երկրի աղը կդարձնեմ։ Չսեր որ ես ցեզի կսորվեցնեմ ինչպես աղ դառնաք։ Դուք արդեն երկրի աղն եք։ Աղը ինչ կնե։ Ինչ կնե աղը։ Մի հատ ճաշը գահամովցնե։ Միայն կպաշտպանե, հագանեխելու առաջը գառնե։ Եթե ծունցմերը սարուցը գահալեցնե, օգտագործում ունի, այսինքն աղի քոյությունը, աղը ինքնին ինք իր մեջ մնալով բան չունի, աղը տարբեր գործառույթներ ունի։ Ուրեմն Հիսուս աղի օրինակը կբերի մեզի։ Աղը ոչ թե ինքը իր մեջ մնալով է որ օգուտ ունի, աղը երբ որ իր դերեն դուրս ելե օգուտ ունի։ Աղը աղամանի մեջ ոչ մեկ օգուտ չունի։ Աղը աղամանեն դուրս պիտի ելե, ճաշի մեջ պիտի մտնի, որ օգուտ ունենա։ Միսի վրա պիտի տնենք, որպեսզի ապակինում են բահեյրան։
սառույցի վրա բիթրվի, որպեսի հալեցնե։ Աղը գփոխե, թեպի լավը գփոխե ամեն բան։ Գնահագանեխե։ Նույնը մեզի համար է որ գսե, այդ օրինակով է որ գսե։ Մենք ոչ թե եկեղեցի մեջ միայն մնալով կրնանք աղի թեր գադարել, մեր թեր հիմնականը եկեղեցին դուրս է։ Եկեղեցի մեջ այո, մենք իրարու հետ կզորացնենք, իրարու կվգայենք, բայց հոն չվերջանար։ Մեր իսկական անելիքը եկեղեցին դուրսն է, մոլորյալը գտնելու։ Մեկը որ չի գիտեր իրեն բերելու, դարձի բերելու, դեպի եկեղեցի հրավիրելու։ Ուրեմն որպես աղ մենք արդեն աղ ենք, չսե որ ցեզի կսորվեցնեմ։ Հիսուսը ընդունելով աղի բնույթն ալ կստանանք, որտեղ ինքն ալ նույն բանը արավ, ինքը երբ որ եկավ, աշխարհը փոխեց։ Նայենք ուրեմն Լույսի բարական։ Լույսի բարական նորեն նույնն է։ Պատկերացնենք մութ սենյակի մեջ մոմը վարենք։ Մոմեր ունենք, պատկերացնենք հոս եկեղեցի պատկերացնենք, ես հիմա հոստեղեն կտեսնեմ, այսպես ամեն մեկիդ մոմը կտեսնեմ։ Եթե պատկերացնենք մոմերեն մեկը միայն վարե, այդ մոմը երբ որ վարի, եթե մյուս մոմերը չվարի, ինքը երբ որ վերջացավ, լույսն ալ հետը գերտա։ Մոմի լույսը կշարունակվի, կհարադեվի, երբ որ մոմը իր լույսը նաև մյուսին կփոխանցի։ Մենք ամեն մեկս մոմեր ենք, Հիսուս Քրիստոս 2000 տարի առաջ իր մոմը, իր լույսը տվավ իր աշակերտներուն։ Ամեն աշակերտներուն տվավ, աշակերտները այդ լույսը փոխանցեցին մյուս աշակերտներուն եւ այդպես եկավ հասավ մեզի։ Ամեն մեկս Հիսուսի լույսը, ինքն էր լույսը, այդ լույսը մեզի տված է։ Մենք լույսը մեր մեջ պահելով ոչ մեկ օգուտ չունենք։ Մոմի համար լույսը մոմի համար պետք չէ։ Մոմը լույսը շրջապատի համար է պետք։ Մենք հոս երբ որ կշատնանք, մեկս մյուսի լույսը երբ որ կվարենք, ավելի լուսավոր կդառնա եկեղեցին։ Բայց միայն եկեղեցին չէ, որ եկեղեցին արդեն Տիրոջ լույսը մեջն է։ Արդեն մեկս մյուսին կլուսավորենք։ Ուր պետք ունենք լույսին։ Ոչ թե եկեղեցի մեջ, եկեղեցին դուրս։ Մեր անելիքը հիմնականը եկեղեցին դուրս է, ոչ թե եկեղեցի մեջ։ Եկեղեցի մեջ անշուշտ մեկս մյուսին կզորացնենք, մեկս մյուսի վկայություններ տալով կսերդենք, կսորվենք, հոգիով կլծվենք, բայց երբ որ լծվենք, մեր մեջ պահելը անիմաստ է։ Իմաստ կստանա այն ժամանակ, երբ որ այդ լույսը մենք դեպի դուրս կփոխանցենք։ Ես մեկ երկու առաջ հետաքրքրական հաշվարկ ների եկեղեցիներու մեջ, այսինքն փորձենք այս եկեղեցին, ենթադրենք 200 անդամներ ունի։ Եթե ամեն տարի ամեն մեկս մեկ հոգի գրնանք դուրսել եկեղեցի բերել, եկեղեցի հրավիրել, մեկ հոգու կյանքը փոխել եւ իրեն հրավիրել եկեղեցի։ Երկրորդ տարվա մեջ 200 հոգին քանի հոգի կդառնա։ 400 հոգի։ Եթե նույնպես շարունակենք 2 տարվա մեջ քանի հոգի կդառնանք։ 800 հոգի, 10 տարվա մեջ 100,000-ներ։ Արդյոք մենք կզելանանք մեր պարտականության մեջ։ Մենք ամեն մեկս տարվա ընթացքին քանի հոգի կրծած ենք լույսը փոխանցել։ Անշուշտ ամեն մարդու տրված չէ քարոզության գործը, բայց ամեն մեկս ունենք շրջապատ, ամեն մեկս այն շրջապատի մեջ, որ մեզի դրած է իզուր տեղը չէ դրած։ Ես չեմ ընտրած, որ ընտանիքի մեջ ծնիլ։ Ես չեմ ընտրած, որ Թեհրանի մեջ պիտի ծնվեմ Տեր Հարությունյանի ընտանիքի մեջ։ Աստված ինձ հոն դրավ։ Եթե հոն դրավ, շրջապատ մնալ իմ շուրջս դրավ։ Հետո ինձ Հայաստան տարավ, հետո հոս բերավ։ Եթե ինքը կդանի կբերե եւ որ միջավայրի մեջ որ դրավ, անշուշտ հոն պարտականություն, պատասխանություն ունի մնելիք։ Ես պիտի միակ ձև անը որ ես պիտի հնազանդիմ, նայեմ Աստված ինչ կսե, իր հոգով ներշնչվիմ եւ սկսեմ աշխատելու։ Երկար տարիներ տևեց մինչև Աստված սկսեց ինձ աշխատել, որտեղ ես միշտ կսեի, ես ոչ կարողության կարողություն ունիմ, ոչ աստվածաբանական գիտելիքներ ունիմ, ինչ պիտեմ, ես իմ գործը սնելիքը սնեմ երթամ։ Աստված, եթե մեգումը կկանչե, ինքը նաև կզորացնե։ Դժվար է այնքան հնազանդություն ունենալ, որ Աստծո գործին Աստծուն վստահել եւ իր վստահությամբ աշխատանքի անցնել։ Բայց եթե մենք խնդրենք իրեն, Հիսուս կսե խնդրեցեք եւ դիտերվի, եթե խնդրենք իրեն, որ մեգումը մեր արժեվ բերե, որպեսի մենք մեր օրինակով, մենք մեր կյանքով, մեր արիտներով գրնանք իրեն փոխել, վստահ եղեք, նույն օրը Աստված ձեզի ձեր արժեվ մեկը պիտի բերե։
Ինչպես որ բերավ ամեն մեկիս արջև։ Վստահ եմ, որ ամեն մեկիս կյանքի մեջ առիթներ եղած են, որ վկայած ենք։ Բայց այդ վկայությունը պիտի ավելի ու ավելի լինենք, ադի որպես կոչում եւ որպես պարտականություն պիտի ունենանք։ Աղի մասին խոսեցա, դուք եկեք աղը նկատեցիք Հիսուսի բարերը, չսավ ես ցեզի աղ պիտի դարձնեմ, ասավ դուք եք, մենք արդեն աղի բնույթ ունենք, ասավ որ դուք աշխարհի լույսն եք, մենք արդեն աշխարհի լույսն ենք, մնաց որ մենք տարածենք։ Եվ մեր տարածելը ոչ թե միայն քարոզով է, ինչպես որ գոչումը կա, մենք մեր կյանքով է որ կվկայենք Աստծո։ Այսօր ադուշ հայդակական կլիպը գնայի ինտերնետի մեջ, կսեք որ մենք ամեն օր Աստծոն Աստվածը կքարոզենք, երբեմն նաև խոսքով։ Շատ հետաքրքրական է, առաջի բանը սիգուր ինչ է ասած, այսինքն ինչ է, անդադ Աստծուն կքարոզեմ, երբեմն եթե պետք է խոսքով, հետո անդրադարձա որ այո, մեր կյանքով, մեր ապրելակերպով, մեր խոսքով, մեր վերաբերմունքով, ուրիշին ներելով, մեր խաղաղությամբ, այդպիսով որ մենք կքարոզենք։ Եթե պետք է երբեմն այո խոսքեր ալ գսենք Աստվածաշունչին։ Իսկ այդ խոսքերը այդ միակ ձևը որ մենք կրնանք այդ գործանել, խոսքերի մեջ բերել, Աստծո հետ անընդհատ եւ ամեն օր կապ ունենալն է։ Ինչպես ասի, լույսը պետք է փոխանցվի։ Լույսը մեկ սենյակի մեջ մնալով, մեկտեղ մնալով, ինքը իրեն մնալով պիտի չշատնա։ Մեկս մյուսի եւ հետաքրական է նաեւ որ լույսը տարածվելով չի բացի։ Եթե ես մոմը եթե իր լույսը գտա մյուս մոմին, իր ուժեն փամը չի բացի։ Ինքը միայն լույսը գտա եւ լույսը կփոխանցվի։ Լույսը տալով կշատնա, ոչ թե կբացի։ Հանձնարարականի մասին խոսեցանք։ Հիսուսը ասավ Մատթեոսի ավետարանի մեջ, ինչպես որ նշեցի, ամեն իշխանություն ինձ տրվեցավ, երկնքի ու երկրի մեջ։ Ուրեմն կացեք բոլոր ազգերը, աշակերտեցեք, սորվեցուցեք անոնց, ահա ամեն օր ես ցեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Հիսուս չսավ կացեք ձեր ընելիքը երեք։ Հիսուս մեզի հետ է ամեն վարյան, ամեն քայլի, ամեն անգամ որ մենք կորոշենք, մենք կհնազանդենք իրեն, ինքը մեզի օգնական է, ինքը մեր առջև կբերե այն մարդիկը, որ ինքը ընտրած է, որ իրենց կյանքը պիտի փոխվի, ինքը մեզ կզորացնե, ինքը մեր բերանը խոսք կտնե, ինքը վերաբերմունք կտա մեզի, ինքը կխաղաղեցնե մեզի, որպեսզի մենք մեր կյանքով, մենք մեր վերաբերմունքով կարողանանք կենթանի վգան դառնալ Տիրոջը։ Նկատեցիք կապը, ուրեմն իշխանություն, Հիսուսը ասավ ամեն իշխանություն ինձ տվավ, հանձնարարություն տվավ եւ ուղարկեց։ Քրիստոս իշխանություն ունի իր աշակերտներուն ղրգելու, Հիսուսը իր իշխանությունը աշակերտներուն տվավ։ Մեր քրիստոնեական կյանքը միայն ստանալու համար չէ, մենք ստացածը պիտի փոխանցենք։ Թերևս մեր մտածել ես քորեզելու շնորհք չունիմ, ավետարանիչ չեմ, ավետարանելու շնորհք չունիմ, բայց ինչպես որ ասի, եթե մենք խնդրենք, Աստված ցևն ալ մեր առջև կտնե, խոսքերն ալ մեր բերանը կտնե, մարդոց ալ մեր առջև կբերե։ Հիմա նայեք ինչ է Աստծո արքայությունը։ Հիսուսի մեծ հանձնարարականը հասկանալու համար պետք է հասկանանք նաև թե ինչու Քրիստոս պատկամի մեջ այսքան կարևոր է Աստծո արքայությունը։ Հիսուսը երբ որ մգրտվեցավ, առաջին խոսքերը որ ասավ ինչ էր, գիշեր անցյալ շաբաթ Պետրոս եղբայրն ալ նույն բանը հիշեցուց։ Ինչ էր առաջին բանը մգրտությունը հետ Հիսուսի բառերը։ Ապաշխարեցեք, որովհետև աշխարհի թագավորությունը մոտեցած է։ Թագավորության մասին խոսած է։ Ուրիշ բան չսավ, աշխարհի ինչ է թագավորությունը։ Ինչ է Աստծո թագավորությունը։ Մենք կտեսնենք թագավորություն, մենք այդ թագավորության մեջ կապրենք։ Ո՞րն է այդ թագավորությունը։ Արքայություն ասելով կհասնանք թագավորի իշխանության տակ գտնվող տարածք կամ ժողովուրդ։ Բայց Աստծո արքայությունը միայն երկնքի մեջ գտնվող հերավոր վայրը չէ։ Աստծո արքայությունը Աստծո իշխանության եւ կամքին դիրապետումն է։ Մենք Աստծո արքայության մեջ ենք։ Մենք Աստծո արքայության զավակներ ենք։ Մենք կտեսնենք Աստծո արքայությունը։ Այն արքայությունը, որ ինքը տվավ, իր արքայությունը մեզ համար տեսանելի է, աշխարհի համար ոչ։ Մենք տեսնելով կրնանք ադի տեսանելի դարձնենք աշխարհի համար, ինչպես որ ուրիշների միջոցով մեզի տեսանելի դարձավ։ Ուր որ Աստծո արքը կատարվի, այնտեղ Աստծո արքայության նշանները կտեսնվին։
Ահա թե ինչու հայրների մեջ կսենք, որ քո կամքը տլա, ինչպես որ երկինք, այնպես եւ երկրի վրա։ Քո արքայությունը թող կա։ Քո արքայություն թող կա։ Իսկ աղոթքի վերջում կսենք, որ արքայ, որտեղ քոնն է արքայությունը։ Աղոթքի սկիզբը կսենք, որ արքայություն թող գա, վերջը կսենք, որ արդեն քո գտե, այսինքն մենք գիտենք, որ արդեն իր արքայությունն է։ Մենք այդ արքայության անդամներն ենք։ Բայց միայն արքայության անդամ ըլլալով հարցը չվերջանալ։ Արքայության անդամ ըլլալը, արքայության ժողովրդի մեջ ըլլալը նաև պատասխանատվություն ունի, նաև պատասխանատվություն ունի, բայց այդ պատասխանատվությունը շատ ավելի հետաքրքիր ձևով որպես կոչում կգա։ Հոս է որ կհասնենք այն բաժնին, որ ուրեմն տեսփանության մասին կխոսի։ Ինչ է տեսփանը, ովքեր են տեսփանները։ Լսած ենք, ծանոթ եք որևէ տեսփանի։ Հայաստանի տեսփան օրինակ Կանադայի մեջ, Տիկին Անահիտը։ Ուրիշ տեսփաններ, ով որ տեսփան է որևէ երկրի, տեսփանը կներկայացնի այդ երկիրը։ Տեսփանը ուր որ տեսփանը գերտա, ասել է որ այդ երկիրը գերտա։ Եթե կարևոր արարողություն մգա, ուրեմն այդ արարողության այդ երկրի թագավոր գնա չերտալ մասնակցելու, իր տեսփանները կղրգի, ասենք, եթե վերջերս օրինակի համար Անգլիայի թագուհին երբ որ բան եղավ, երկրներ կային, որ փոխարեն իրենց թագավորը ղրգելու իրենց տեսփանները կղրգեին։ Երբ որ տեսփանը կղրգի, ասել է որ ամբողջ արքայությունը, ամբողջ պետությունը կհովանավորի այդ ուրեմն տեսփանին։ Ես գտնեմ տեսփան ուրեմն երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 18-րդ 20 համարները հետևյալը գսեմ Աստված մեզի վստահեցավ հաշտության պատգամը ուրեմն Քրիստոսի կողմանե տեսփանություն գնենք որպես թե Աստված ինք մեր միջոցով կոչ կողե Քրիստոսի կողմանե տեսփանություն գնենք Ինչ է տեսփանը տեսփանը այնն է որ իր երկիրը կներկայացնի ուրիշ երկրի մեջ տեսփանը իր անձը չներկայացներ ան իր պետությունը կներկայացնի տեսփանը իր երկրեն դուրս է որ տեսփանության առաքինություն կգադարի տեսփանը իր երկրի մեջ տեսփանություն չներ տեսփանը մյուս երկրի մեջ է տեսփանը իր երկրի մեջ ըլլալով ովևէ բան չունի ունելիք Հայաստանի տեսփանը հոս է որպես տեսփանի որպես տեսփան աշխատի, որպես տեսփան կներկայանա, Հայաստանը կներկայացնի, Կանադայի տեսփանը Ամերիկայի մեջ, Կանադան կներկայացնի Ամերիկայի մեջ, ինքը իրեն չի ներկայացներ։ Երբ տեսփանը կխոսի, մարդիկ կգիտնան, որ ան իր յետին գտնվող երկիրը կներկայացնի։ Նույնպես եւ քրիստոնյան։ Մենք մեր անձնական փառքը չենք ներկայացներ։ Մենք մեր գարձիկը չենք դարձնել Քրիստոսի պատգամը։ Մենք Քրիստոսը կներկայացնենք։ Եվ այստեղ շատ կարևոր հարց մգա։ Երբ մարդիկ մեզ կտեսնեն, Քրիստոսը կտեսնեն արդյոք մենք որպես տեսփաններ, մեր վերաբերմունքը, մեր խոսալացևը, մեր կյանքի ընթացքը արդյոք Քրիստոսին կներկայացնե, եթե մեկը մեզ տեսնե, արդյոք կնկատե, որ մենք Քրիստոսի տեսփաններն ենք, Քրիստոսի խոսքը գսենք, Քրիստոսի պատկերը կա մեր մեջ։ Մեր ընտանիքի մեջ արդյոք մեր ընտանիքի մեր վարքը քրիստոնյան կներկայացնե, մեր գործադեղին մեջ մեր ազնվությունը Քրիստոսը կներկայացնե, մեր հակառակորդին հանդեպ մեր վերաբերմունքը Քրիստոսը կներկայացնե, քանի որ տեսփանը իր երկիրը կներկայացնե, ուր վրալ գտնվի։ Տեսփանադուները այնտեղերն են, որ ուրեմն որ երկրի մեջ էլ որ եղան, տեսփանադուն այդ բաժինն է, որ այդ երկրի բաժինը կհամարվի։ Հոստեղ եթե ովևէ մեկը ուզե Ամերիկայի տեսփանադուն մտնել, Ամերիկայի հողի մեջ կմտնի, այդպես կհամարվի։ Անոր համար է որ շատ լսած ենք լուրերի մեջ, եթե մեկը ուզե ապաստան գտնալ, գերտան օրինակի համար Դամասկոսի մեջ չենք եթե գա կանադական տեսփանադան մեջ կմտնեն։ Հոն որտեղ հոն նույնիսկ Դամասկոսի զորք իրավունք ունի մտնելու Սուրիայի զորք իրավունք, ադի կհամարվի Կանադայի հող։ Նույնը ուր որ մենք կանք, մեր շրջապատը հոն Քրիստոսի հողն է, Քրիստոսի ներկայությունն է, Քրիստոսի արքայությունն է։ Հոն չարատեղ չունի քալիք, բայց մենք հոն իշխանություն ենք եւ տեսփանություն։
անցնենք առաջ, ես չեմ քիչ մը կփորձեմ արագ ավարտել, որպեսզի ժամը չշարաշահենք։ Դեսպանը իր կյանքով կներկայացնի Քրիստոսը։ Դեսպանության ամենակարևոր պայմաններից մեկը հավատարիմ ներկայացությունն է։ Եթե դեսպանը իր երկիրը չի ներկայացնել, իր պաշտոնին իմաստը կգործընծնի։ Նույնպես մենք կարելի է շատ խոսել Քրիստոսի մասին, բայց Քրիստոս հավայել կյանք չունենանք։ Կարելի է սակայն մեր կյանքով է որ պիտի Քրիստոսը ներկայացնենք, մեր վերաբերմունքով։ Կրնանք խոսել սիրո մասին եւ չսիրել։ Այդպիսով մենք ցույց չենք տար մեր միացեվությունը, մեր քրիստոնեական բնույթը։ Կրնանք խոսել ներողամտության մասին եւ չներել։ Չի գնար այդպես բամբատել Քրիստոսի համար, Քրիստոսի բնույթ ունենալով ներելը մեր բնության մաս կգազմի։ Մենք որպես քրիստոնյաներ չենք կրնար չներել, ոչ թե մենք պիտի փորձենք չներել։ Իրական քրիստոնյան չի գնար չներել, ներելը իր բնույթն է, իր մեջն է։ Մեր կյանքը պետք է պատկամալա, մենք մեր առօրյայով, մենք մեր ամեն ինչով, մեր նիստուկացով պիտի կենթանի վկաներ լինենք Աստծո համար։ Ուրեմն եկեք հարցնենք Աստծուն, ուր կուզե մեզի օգտագործել։ Նախ վերանայենք մեր ընթացքը, մեր մոտեցումները եւ անընդհատ սնվենք Սուրբ Հոգով։ Դեսպանը անընդհատ իր երկրի հետ կապի մեջ կմնա, որպեսզի գտնավոր ինչ կանցնի գտարնա երկրի մեջ, որտեղ ամեն վարքյան ինքը պետք է ինչ-որ բանի հակազդեցություն ցույց տա։ Ինքը անընդհատ իր երկրի հետ կապի մեջ կապը շատ սերտ կապ կպահե, որպեսզի անմիջապես կրնա դիվանագիտական դաշտի մեջ իր մոդեցումը իր երկրի քաղաքականությունը մոդեցնել։ Նույնը եւ մենք, եթե մենք կուզենք Հիսուսի մոդեցումը, Հիսուսի բնությունը ներկայացնել, մենք պիտի անընդհատ կապ ունենանք Հիսուսի հետ, Քրիստոսի հետ, Սուրբ Հոգու միջոցով, անընդհատ Սուրբ Հոգու հետ խոսելով, անընդհատ սերտելով եւ ամեն օր Աստված մեզի նոր բան կտա, ինչպես որ բոլորիս համար եղած է։ Ամեն անգամ պատկամը լսելիս, ամեն անգամ Աստվածաշունչը կարդալիս նոր պատկամը կստանանք։ Ուրեմն պիտի մեր կապը անընդհատ պահենք Հիսուսի հետ, անընդհատ պահենք Սուրբ Գրքի հետ, անընդհատ սերտել, անընդհատ սորվել, իմաստություն խնդրել, որպեսզի մենք մեր էությամբ ավելի ու ավելի ճիշտ կարողանանք կատարել այն բնույթը, այն հանձնարարություն, այն կոչումը, որ ունենք որպես դեսպաններ, եւ անշուշտ կատարել աղի եւ լույսի դերը։ Ես կուզեմ փոքր աղոթքով ավարտել, ամենակարող Աստված, այս պատգամին համար շնորհակալ ենք։ Կուզենք, որ թուն ամեն մեկս զորացնես, մեզի ուժ տուր, իմաստություն տուր, եւ մեր արջևը բեր մարդիկ, որ կարողանանք իրենց քո լույսը փոխանցել, որպես այս աշխարհի մեջ կարողանանք քո գործառույթը կատարել, ոչ միայն համդալ ջաշին, ոչ միայն համդալ աշխարհին, այլ աշխարհը այս փչացող աշխարհը փչացումեն ազատելու եւ դեպի քեզ բերելու։ Մեզի դեսպանները դարձուր Տեր, դեսպաններն ենք արդեն դու այդ կոչում մեզ տված ես, իմաստություն դուր հասկանալու եւ իրական եւ բարի դեսպաններ լինել քեզ համար։ Ողջ փառքը քեզ լինի, Հայր Որդի եւ Սուրբ Հոգի, ամեն։ Շնորհակալ ենք Արայխվայր, Դեր օրհնե քեզ եւ զորացնե եւ իր փառքին համար կործածե եւ Դերը շնորհե որ մեր հոգեվոր կյանքերը ըլլան մեր կյանքին գոչումը եւ գարանանք այդ աղի եւ լույսի պատկերացումով ցոլացնել մեր կյանքերը Քրիստոսի կյանքը մեր միջոցով այն շրջանագի մեջ ուր Դերը զեդեղած է մեզ Բիդի վերջացնենք երկելով 459-րդ երկը, որուն երրորդ տունը զանց վիդենենք, հոդնգայս վիդի երկենք։ Եկեղեցին հիմյալ է լոկ Քրիստոսի վրա։ Yeah.
Բարի եւ ամենակարող Աստված, հոգատար Հայր, անոխագալ, բարեգութ, որքան շնորհակալ ենք քեզի այս եկեղեցի համար, որքան շնորհակալ ենք, որ խոսքդ արիթ ունենք ազատորեն փաշխելու, բաժնելու, շնորհակալ ենք այս եկեղեցի համար, շնորհակալ ենք հովիվին համար, շնորհակալ ենք ամեն մեկի համար, որ այսօր այստեղ ներկայ է Տեր, օրհնիր մեզ, օրհնիր այս եկեղեցին, շնորհակալ ենք, որ արիթ ունենք ազատորեն քո խոսքը տարածելու, Տեր, հիմա կխնդրենք, կաղոթենք հալածվող եկեղեցի համար, այն տեղերը, որ մարդիկ չեն կրնար իրավունք չունին հավաքվելու, այն եկեղեցիների համար, այն երկրների համար, որտեղ քո խոսքդ արգելված է Տեր, եւ ինչքան մարդիկ հալածան կստանան, քեզ մեր տեսփանության կոչումը ստացած են, բայց դժվարություններու մեջ են, փանդերու մեջ են, հալածանքի տակ են Տեր, օգնե իրենց Տեր, կաղոթենք իրենց համար, իմաստություն տուր նաև անոնց հալածողներին, որպես ինչպես որ Սողոսը Բողոս դարձավ, անոնք եւս դառնան իրենց սխալ ճանապարհներին։ Մենք ազատ երկրի մեջ Տեր, շնորհակալ ենք մեզի այս ազատ երկրի մեջ տնելու համար, օգնիր մեզ, որ մենք իսկապես կարողանանք աղ եւ լույս դառնալ, որպես տեսփաններ, քո լույսը, քո խոսքը, քո արքայությունը տարածել։ Հիմա արձակե մեզի Տեր, ամեն մեկից մեր տունը ապահով տար, ճամփորդներին խաղաղ տուն հասցուր, հիվանդներին արագ բժշկություն, մխիթարություն սգավորներին եւ բոլոր կարիքավորներին Տեր, բոլորին քո առջևդ կբերենք եւ միշտ քո փառքը կխնդրենք։ Փառքը քեզ լինի, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։ Ամեն։